ինչի Լևոն Տեր-Պետրոսյանին չդատեցիք, երբ որ դուք եկաք իշխանության։ Այն ժամանակ մոտեցումս հետևյալն էր։ Նայենք առաջ, խնդիրները բազմաթիվ են, չփորձենք sense նախկինների դատելով, նախկինների հետևից ընկնելով ամբողջ օրակարգը ձևավորել դրա շուրջ։ Որտեղ իսկապես, եթե հիշում եք 97-8 թվականները Հայաստանի բյուջեն եղել է ընդամենը $300 միլիոն։ Երևանում 3 փողոց էր լուսավորված, բենզիններ ծախում էին, չէ 3, ինչ որ 2 փողոց էլ կար, բենզիններ բանը էս, կանիստրով ծախում էին բանը, այդ էր։ Սա Երևան քաղաքում այն ժամանակ եղել է 2 հատ բենզազապրավկաներ 2 հատ էր։ Մեկը Գազանանոցի էլ ճանապարհի վրա, մեկը արդեն չեմ էլ հիշում որտեղ էր։ Հիմա ես այն ժամանակ այդ սաղ դարդերը թողած անգնեմ թե ինչ որ մարդ են դատում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը գնացել այդ ճանապարհով։ Ես համոզված եմ մենք կթունավորեինք ուղղակի մթնոլորտը։ Եվ այն նպատակը, այն մարտահրավերները, որը իմ առջև այն ժամանակ կաղնած էր, հաստատ ես պետք է շեղվեի ամբողջությամբ այդ թեմաների մեջ։ Ես գիտեմ, որ կա Հայաստանում մի շերտ, որոնց թվում է թե ես մի մարդ եմ, որը մարդկանց երբեք չի ներում, երբ որ դու սկսում ես վրեժխնդրությամբ ապրել, սա նշանակում է, որ դու առաջ չես նայում։ Վրեժխնդրությունը միշտ կապված է հետ նայելու հետ։ Դու չես կարող վրեժխնդրություն ապագայի հետ չի բռնում իրար, ուրեմն դու անընդհատ պետք է հետ նայես։ Եթե հետ ես նայում, դու առաջ չես տեսնում։ Կան հարցը ներել չներելու մեջ չի, հարցը նա է, որ դու չպետք է քո էներգիան ուղես միայն դրան։ Այդ Գրաֆ Մոնտե Կրիստոն լավ ֆիլմ է։ Իսկապես նայվում է այդ ֆիլմը։ Բայց եթե դու ֆիքսված ես դրա վրա, դու խնդրեմ ունես։ Համենայն դեպս դու այդ դեպքում պետք է որևէ հանրային գործով չպահվես, ապագայի մասին չմտածես եւ կենտրոնանաս, ասենց անցյալում քեզ վատություն արած կամ քեզ դավաճանած մարդկանց հետ հաշիվներ մաքրելու վրա։ Սա լավ բան չի, հատկապես երկրի առաջի դեմքի համար։